Այրված տղամարդկանցից մեկի մարմինն է այստեղ եղել։ Արարատի մարզում ողբերգական հրդեհը 2 մարդու կյանք է խլել։ Եվս 2 մարդ էլ այրվածքներ է ստացել և տեղափոխվել այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ես չգիտեմ, տղես է եղել ստեղ, ասում է 2-ի մահացած են գնացել, 2-ը վիրավոր։ Չգիտեմ, այդ տունը իմն է, նա էլ տեսել եմ հոտա գալիս տղեն եկել, էդ է իմացել։ Տղամարդկանց մարմինները դուրս են բերել Մասիսի Երևանյան փողոցի դպրոցին հարակից այս շինությունից։ Մինչև հրդեհը այստեղ մոտ 2 տասնյակ մահճակալ է դրված եղել։ Մի հատ տեղ են վեկալա, մոտորետաս մի տեղ վարձով դու վեկալ ես, հանդիք ես։ Խոսք օրինակ ասենք ամիս ես քանա։ Բայց երեգուները մի 10 հոգով էտում լցվում են մեջը քանում են։ Հարևանությամբ ապրողների խոսքով մահացածները կլինեն մոտ 30 տարեկան, օտարերկրացիներ էին, չգիտեն Հնդկաստանի թե Իրանի քաղաքացիներ։ Մեկ անգամ տեսա են սեղանա դրած ուտում խմում են երեգուները։ Ասես վառավոտներ որ էթում էլի ասենք հացի գալիս է տախտակը զիբիլ էր։ Ասես սրանք մի օր ինչ-որ մի բան կանեն։ Օտարերկրացի տղամարդիկ կողքի խանութում բանվորություն էին անում, պատմում են տեղացիները։ Նրանց խոսքով հավանաբար խանութի տերն էր տարածքը վարձով տվել նրանց։ Խանութի տերներ ճանաչում, այդ խանութն էլ փակ է։ Այս պահին այրված կացարանի մուտքը կապարակնքված է, խանութը փակ։ Քննչական կոմիտեից հայլուրին հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Զարու Իսահակյան, Հենրիկ Համազասպյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։